Սամվել Կարապետյանը դատական նիստից հետո ի պատասխան իմ գործընկերոջ հարցին որքան է գնահատում իր շանսերը, արձագանքել է 100% եւ նաեւ հավելել է, որ չի պատրաստվում դառնալ ընդդիմություն։ Փաստորեն քաղաքացիական պայմանագրի եւ ընտրապայքարի մասնակցող մյուս ուժերի շանսերը այսպիսով գնահատվում են 0 ըստ պարոն Կարապետյանի հաշվարկի։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հաշվարկի վերաբերյալ եւ մի նկատառում հիշեցում էլ վստահ եմ հիշում եք, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ ի պատասխան համանման հարցի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր շանսս որն է 100-ից 90 խփեմ 80-70, ինչքան ուզես այդքան խփեմ։ Շնորհակալություն։ Դե չգիտեմ Սամվել Կարապետյանների հաշվարկների տրամաբանությունը, նախ Սամվել Կարապետյանը ոչ պատգամավորի թեկնածու է, ոչ էլ առավել եւս կարող է վարչապետի թեկնածու լինել, դրա համար չգիտեմ ինչ շանսերի մասին է ինքը առասարակ խոսում։ Սամվել Կարապետյանը 100% չի կարող լինել եւ պատգամավոր եւ վարչապետի թեկնածու։ Այսքանը եւ ես պետքա երկրորդեմ երեկվա նաեւ վարչապետի ելույթում հնչած միտքը առայն, որ ժողովուրդն է որոշում, ով քանի տոկոս հավանականություն ունի, ով քանի տոկոս վստահություն ունի եւ շանս ունի եւ ժողովուրդը հունիսի 7-ին կորոշի եւ հունիսի 7-ին ժողովուրդը պետք է ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցությանը տա 0 ձայն։ Այսքանը եւ ձեր վերած օրինակն էլ լավ օրինակ է, ինչքան ուզենք խփենք եւ այլն, նման շատ հայտարարություններ են հնչել, տեսնում ենք թե որտեղ են այսօր այդ հայտարարության հեղինակները։